Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Հասնենք նպատակին Թող մանկությունը մերակի, հելկանքը լինի Անցնենք փորձությունը ժոսով հետքերով արկածների հետքերով Անցնենք փորձությունը ժոսով հետքերով արկածների Դավիթ, սա էլ որ գտնենք, կմնա վերջին մասունքը Ումար պայմանագիրը կավարտվի Չէ, բայց այն մի կորածը պետքա գտնենք Թե երկու Չէ ինչ երկու Հա, ճիշտ է, երկուսը Դավիթ, չեղավ սենց, պետքա գտնել դրանք Թե երեք Դավիթ, ձեռք ես առնում Չէ, Օնիկ ջան, ես ինչ անեմ Դու քո մրցակիցները Ինչ մրցակից Դավիթ, ուրա մասունքը, ուրա Օնիկ ջան, ես ինչ իմանամ Մեր գործը տեղը գտնելն է, մենք գտնում ենք Բայց կարող է դրանք արդեն բոլորը վաղուց գտնվել են Վերջ, Դավիթ, այլևս ոչինչ չեմ ուզում լսել Մինչև մասունքը չբերես, աչքիս չերևաս Շտապեցինք Մոտը դեռ մի մասունք կա Դավ հեսա եկա Դու մեկա Թումանյանը չես դառնա Էդ որ ճիշտն ասեցիր, ովը կարա Թումանյան դառնա, Թումանյանը մեկն էր, էն էլ եկավ իրա բաժին լույսն ու ցավը թողեց ու գնաց դեպի հավերժություն։ Ես ով եմ, որ ինձ իրա տեղը դնեմ, ես ընդամենը իրա ասածների ու գրածների արձագանքն եմ։ Մի քիչ էլ էս նոր ժամանակների տեխնիկական հնարքը, ինչքան էլ ես փորձեմ իրա բարբարով խոսել կամ իրա նման մտածել, մեկա ես ոչը դսեղի հոտն եմ առել, ոչ էլ Գիգորի համար սիրտս ցավել է իրականում։ Բայց ես հիմա ինչ անեմ Գիտես ցավը որն է, որ ես էստեղ կողքդ էլ նստեմ մարդիկ, էլի ինձ չեն տեսնի։ Իրանք կտեսնեն մի մեքենա, որն իրանց ծանոթ բառերն ա կրկնում։ Իսկ Թումանյանը բառ չէր, Թումանյանը շունչ էր, այն շունչը, որ դսեղի քամին ա բերում, որը մոր թխած հացի հոտն ունի, որը ազգի Հա, ստացվում է Հալա ոչինչ կստացվի Չի ստացվի Ինչտես կտրուկ Դու պատմի Թե ինչ պատմեմ Արդեն ամեն ինչ պատրաստ է, կարանք անցնենք հաջորդ փուլին Հենց հիմա ինձ բացատրեք, թե ինչ հաջորդ փուլի մասին է գնում խոսքը Օնիկի մեղավորությունը ապացուցելու լավագույն տարբերակը այն է, որ ինքը իր բերանով խոստովանի Մենք էլ որոշել ենք վերարտադրենք հնարավոր տարբերակներ, որոնց դեպքում Օնիկի խոստովանությունը հավանական է Դե ես եմ մտածել այդ Մարիանը ասել, ավելի ճիշտ գրել է, ես էլ կարդացել եմ Չէ, բայց ես չեմ հասկանում ինչի մեզանից թաքուն Մարիա, ես վիրավորված եմ Ես, քանի որ սառը դատող պատանի եմ, ասեմ, որ մենք միևնույնն է ներելու ենք նրանց Դրա համար քանի պատմում են, թողեք պատմեն Էլ ինչ ասեմ, կարաք օգնեք, բայց չխանգարեք Նայ որ շարունակում Մի գոռա, ասում եմ, կգտնեմ այդ կենաց ծառի տեղը Դու մի բան ճիշտ չես ասում Ախր ով պիտի գողանար, այդ երեխաների ինչին է պետք, ոչ գիտեն ինչա, ոչ գիտեն ինչի համար է Վայ մի գոռա եղբայր ջան Եթե իմացել եմ, որ դու ես մեղավոր Դու մի գոռա եղբայր ջան Այ քեզ անելանելի իրադրություն Լավ, սպասի գոնե այդ վերջինը գտնեմ Լսում եմ Բա պիտի լսես, բա ինչ պիտի անես Ով է Բա դու ով ես Դուք ինձանից ինչ եք ուզում Մասունքները մեզ մոտ են Ու եթե քեզ դրանք պետք են, դու պետքա կատարես մեր պայմանները Դուք ովքեր եք Բա դուք ովքեր եք Լավ, եկեք ես սենց բան առաջարկեմ Քանի որ մասունքները ինձ մոտ են, դուք պետքա կատարեք իմ պայմանները
Քեզ մոտ քանի մասունք կա։ Երկու։ Երկուսն էլ ձեզ մոտ են։ Մեկն էլ շուտով կգտնեմ, իմը կդառնա 3։ Մեզ պետք չեն մասունքները։ Եթե քեզ էլ պետք չեն, դրանցով խարույկ վառենք։ Երկենք բարենք շուրջը։ Չէ, մի րոպե, ոչ մի խարույկ։ Ասեք, ինչ պայմաններ։ Հեռախոսիդ ուշադիր եղիք իմանաս։ Ես հիացած եմ։ Նայ ու սովորի Արմեն ջան։ Տեսակ, որ մոտը 2 հատ մասուն կա, այսինքն այն կորացնել էր ինքը տարը, ուրեմն խափեբա է, եկեք զանգենք, պատկան մարմիններ։ Ոյ, Գորջան, այս սրա համար էլ չենք ասում, մի հատ հանգստացի։ Այն, որ Օնիկը մեզ խափել է, դրա համար մենք պետք է նրան պատժենք, ոչ թե օրենքը։ Բա որ պատմական ու ազգային արժեքավոր արտեֆակտներ է յուրացրել։ Այդ ճիշտ ես ասում, բայց այդ արդեն մեր գործից հետո։ Ճիշտ ես ասում, այսինքն հիմա պետքա պայմաններ մտածենք։ Մտածած է, համբերություն։ Արմեն ջան, համբերությունը գործի կեսն է։ Այդ Մարիան է ասել։ Ալբերտն է։ Հա, Ալբերտ։ Լավ, հիմա կգանք։ Ասում է կարևոր բան կա խոսալու, կանչում է փորձասենյակ։ Աննա ջան, մենք զբաղված պատանիներ ենք։ Մեզ այդ երգերոստությունով մի խառնի։ Դուք ընդհանրապես ինչով եք զբաղված, ոչինչ չեք անում, մեզ էլ ստիպում եք հանգիստ նստենք ու համբերենք։ Ես այս պայմաններում չեմ աշխատում։ Ճիշտ է ասում։ Դե մնացեք ինչ ուզում եք արեք։ Մարիա, ես վիրավորված եմ։ Ես միայն ապրում ու շշշում, իմ շուտերից անում եք միշտ հնչում։ Խնդրեմ։ Այս բոլոր նամակները Հայաստանի տարբեր դպրոցներից են։ Լորվային դեպքից հետո շատ հրավերներ եմ ստանում ամեն տեղից։ Բա ինչն է խնդիրը։ Գնա Հայաստանում եք պտտվի երգի, թող քեզ բոլորը լսեն։ Դե իրականում խնդիր չկա։ Այստեղ մի այսպիսի հարց կա։ Նամակներից շատերում գրում են, որ դուք էլ անպայման գաք ինձ հետ։ Մեր մասին որտեղից գիտեն։ Խմբակային լուսանկարը, լորեցի երեխաների պատմած պատմությունները ու համացանցում տեղադրված հոլովակները։ Չէ, Ալբերտ ջան, ես այդ աստղային թեմաների հետ կապ չունեմ։ Ես ավելի լավ կգնամ Դավիթ հենց հետ համբերեմ։ Դե միջև վերջ լսի նոր գնա։ Ալբերտ ջան, ես ավելորդ ուշադրություն չեմ սիրում։ Ես առաջարկում եմ վերջապես մեր խումբը ստեղծենք ու միասին շրջագայենք։ Պես որ համոզում եմ։ Շարունակենք, հա։ Պայման առաջին, գտիր վերջին մասունքը։ Տո որ կարողանայի կգտնեի։ Ինձ սումա որ չի զանգի։ Որովհետև կամաչի։ Դե մարդ պետք է մի քիչ երես ունենա, էլի, եթե խոսքը նույնիսկ գնում է Օնիկի մասին։ Բան, խոսքերս հետ եմ վերցնում։ Հա, Օնիկ։ Դավիթ, ինչի ես շնչակտուր։ Վազում ես։ Մասուկներն էի փտրում։ Այդ աբազակները հիմա ինձ են գտել, հետևիցս են վազում։ Ո՞նց։ Ուր։ Ումից։ Հա, ես է փախնեմ կզանգեմ։ Պես լավ խաղացի, չէ՞։
Սենց չեղավ, պիտի ժանր մտածենք։ Միանշանակ ռոք։ Չէ, ոչ մի ռոք, էստրադա։ Ես չեմ ուզում ոչինչ պնդել, բայց օրինակ Ալբերտ ջան, ինչի էստրադա։ Բա ինչի ռոք։ Լավ հարցեր։ Ինչի ռոք գոր։ Դե ռոք նայ մի տեսակ այ օրինակ քո աչքերը ինձ դարձրել են Խելագար, սև ու սպիտակ կեղծ ու շիտակ, Hey Armen ինչ։ մի խոսքով Ահագին լավ հիմնավորում էր։ Ես Ալբերտի հետ եմ համաձայն։ Էստրադան ավելի մասսայական ժանր է։ Շահավետ է։ Կուզես Քեզ համար հորինե։ Ինչ համոզիչ չէ։ Դե մտածելա պետք, բայց մեր խմբի անունն է պետք որոշել։ Ալբերտը եւ ընկերները։ Հա, Ֆորշ եւ Ռեմինոր, չէ Ալբերտ ջան, մեզ նորմալ անուն է պետք։ Մենք մի թիմ ենք, մի ամբողջություն։ Հակառակ դեպքում քեզ գնա նորմալ երաժիշտներ ճարի, մեզնից ինչ ես ուզում։ Ճիշտ է ասում։ Եկեք խմբի անունը դնենք արկածային երաժիշտներ։ Չէ անլուրջ է եկեք հայ պատանիներ Հա, մեծանանք դառնանք հայ տղերք ու աղջիկ։ Բա Մարիան ու Դավիթը չեն գալու։ գաղտնիքա Այ հենց դրա համար էլ հետաքրքիր է։ Լավ, շարունակենք։ Ալբերտ լսի։ Մեկը չկա քեզ նման ինձ սիրեր, ինձ պաշտեր իմ հոգին։ Հա Արմեն։ Դուք դեռ ծրագրի մեջ կարևոր բան ունեք անելու, բայց հիմա չէ։ Չեմ կարող ասել։ Բա դուք ինչ եք անում։ Հա, խմբի անուն եք որոշում։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ The subscriber is not available now։ Ես գիտեի, որ Ալբերտը ինձ փչացնելու է։ Բայց ինչ կա դրա մեջ։ Բա ես էլ եմ ասում, ինչ կա դրա մեջ, որ մի հատ էլ խումբ եք բացում։ Ես քեզ կբացատրեմ։ Եվ կբացատրես։ Հիմա կբացատրես։ Հիմա չէ։ Հիմա զանգի Օնիկին։ Հիմա զանգեմ Օնիկին։ Բայց եվ կբացատրես։ Ես չեմ հասկանում մենք մեր լսարանի համար ինչ ենք երգելու Ասեցինք էստրադա էլի, վայ։ Էդ նկատի ունեմ երգը մենք պիտի ինչ որ հայտնի երգ վերցնենք մեր ձևով երգենք թե պիտի երգ գրենք ու երգենք Լավ, բասենք այդ երգը ով է ձայնագրելու։ Տեսահոլովակ էլ արժե նկարել։ Տես, բա հարցեր կան էլի։ Բա ինչ ենք անելու։ Այսպես ճարահատյալ նստելու ենք Լուրջ։ Մենք չհավատաս Ես կարծում եմ պետքա մեծից խորհուրդ հարցնենք, որ ոտքներս քարին չառնի։ Գնանք Շահանեի մոտ։ Բայց Շահանեն երաժշտական խմբակներից ինչ է հասկանում Այս կոնտեքստում կարևորը մեծ է։ Դե գնացինք։ Դու չես ամաչում, մեծ մարդ ես, այն խեղճ երեխեքին հետ ինչ վտանգի մեջ էիր գցել, բա որ մի բան լիներ, դու գոնե մի փոքր պատասխանատվության զգացում ունես, Օնիկ։ Շահանե ջան, ընդունում եմ, մեղավոր եմ։ Բայց ես չգիտեի, որ այդ ավազակները այդքան վտանգավոր են։ Նա մտածում էի ավազակ են, բայց ինպես անվտանգ։ Վայ, Օնիկ ջան, համեստություն մի արա, դու շատ վտանգավոր մարդ ես։ Լսեք, խնդրում եմ, օգնեք այս վիճակից դուրս գանք։ Այդ մի մասունքն էլ գտնենք ու այլևս ինձ չեք տեսնի, ես կկորեմ։ Ի, բա մեր պայմանավորված աշխատավարձը։ Դավիթ, ես քեզ կվճարեմ, խոստանում եմ։ Ինչ ոստիկանություն, ինչ է եղել Օնիկ։ Ինչ է կատարվում, Դավիթ։ Դուք ինչպես միշտ եկաք ճիշտ պահին։ Գործ կա։ Օնիկ մագաղաթը տուր։ Ինչ մագաղաթ, Դավիթ, դու այսքանից հետո պատրաստում ես օգնել Օնիկին։ Շահանե ջան, ես սկսած գործը կիսատ չեմ թողնում։ Դավիթ, ժողով։ Հա, Ալբերտ ջան, դու մնա Օնիկի հետ շփի, մենք հեսա եկանք։ Ոնց ես Ալբերտ ջան։ Լավ, բայց իրականում մենք խորհրդի համար էինք եկել։ Լսում եմ։ Էն էլ հանդիպեցիք Օնիկին։ Իմիջալոց, ծանոթացիր, Օնիկ, վտանգավոր եւ խաբեբա մարդ։ Բարև ձեզ։
Օնիկ, մտերիմների համար օնո։ Ես չեմ հասկանում ինչ է կատարվում հարգարժան Մարիա եւ հարգարժան Դավիթ։ Օնիկը հիմա ծուղակում է։ Հեսա իր ձեռքերով մեզ է հանձնելու վերջին մասունքը մոտի եղած երկուսն էլ հետը։ Բա Շահանեն ինչ էր տենց բարկացած։ Դե այդ բեմադրության մի մասն է։ Դերի մեջ էր էլի։ Ես իմ շատ սովորական էր, ես տարբերություն չզգացի։ Ես չեմ հասկանում ինչի մեզնից գաղտնի։ Այդ արդեն ես չգիտեմ Մարիայի հետ։ Որ քթները չխոթեք իմ ծրագրերի մեջ, Արմեն։ Լավ, արդարա, չեմ առարկում։ Խոստանում եմ միջև վերջ ենթարկվել, ինչ ենք անում։ Գտնում ենք վերջին մասունքը։ Գնացինք։ Իսկ ինչ են մտածում վատ մարդիկ վատ գործեր անելիս։ Այբեր ջան, ես վատ մարդ չեմ։ Ուղղակի չեմ ուզում Շահանային հակաճառեմ, դե մի քիչ ջղայնացած է։ Բարակ մի նստիր, վերկած փոշիները սրբիր։ Տվեք օգնեմ։ Ոչ, նստիր Ալբերտ ջան, հանգիստ նստիր։ Նա իր պատիժը պետք է ինքնուրույն կրի։ Բայց եթե դու ուզում ես որևէ բանով զբաղվել, ես կարող եմ մի բան մտածել։ Չէ, լավ, շնորհակալ եմ։ Օնիկ, մագաղաթը տուր։ Դուք առանց արկած չեք կարող։ Դե մեզ գիտես Շահանը քույրիկ։ Օնիկ։ Հայ արքայա։ Հայկական ամրոցը։ Բայց այս թուրը շատ տարօրինակ է հենված ամրոցին։ Նայեք, Աշոտ երկաթը չի։ Ես կարդացել եմ Գևորգ Մարզպետունին։ Ինչ ասեմ, ապրես օրագիրդ բեր։ Ճիշտ է ասում, այդտեղ գլխավոր է կերպարում Աշոտ երկաթն է։ Ու մեզ ինչ է տալու այդ տեղեկությունը։ Մի վարքյան։ Իսկ ես որ ամրոցն է։ Որ իմանանք, կիմանանք։ Ես մի պատմություն հիշեցի։ Աշոտ երկաթը Սահակ Սևադայից եւ Ցլիկ Ամրամից փախուստի դիմելիս հանգրվանել է Պահլավոնիների ամրոցում։ Իսկ հեռանալիս սուրը որպես երախտագիտության նշան նվեր է տվել Պահլավոնիներին։ Այդ բջնի ամրոցն է։ Դե ուրեմն գնացինք բջնի։ Մարիա, Աննա, Արմեն ու Կոտ, տեպում ենք քարտեզին։ Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ Թող մանկությունը մեր ակտիվ հերթանքը լինի։ Անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների հետքերով։ Անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։